Հայաստանի առաջի հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձի առթիվ ես եւ իմ զինակից ընկերները, ովքեր որ հանդիսանում են Արևմտյան Հայաստանի Հանրապետության Հայաստան, Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի զինվորագրված եւ Արցախյան պատերազմում մարտնչած տղաներ որոշեցինք այստեղ Զեյթունում Կարապետուլնեցի փողոցի վրա մեր զոհերի հիշատակին կառուցենք մի հուշակոթող։ Հուշակոթողը պատրաստել է Վարազդատ Համբարձումյանը, քանդակագործ վարպետ, որը որ արդեն 40 հուշակոթողներ նվիրաբերել է իր կողմից բոլոր զոհերի հիշատակին։ Ինչ եմ ուզում ասել սրանով։ Ես ուզում եմ կոչել անեմ աշխարհայությանը եւ Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի բնակչությանը, մեր հայ ազգին, որ միասնական լինենք, հաղթանակած լինենք, վախկոտ չլինենք, մեր ազգը չլքենք, հեռանանք ու օտար ազգիներին Հայաստանը նվեր չտանք։ Քանի որ Արևմտյան Հայաստան պետության կառավարության անունից եմ հանդես գալի, որը որ ես մի մասնիկն եմ կառավարության, իրանց անունից եմ հանդես գալի, որ իրանք էլ աշխարհում կոչ անեն բոլոր հայաբնակ տարածքներին, որ ոտքի կանգնեն ու հասկանան, օտար երկրում մեզ կոտորելը շատ հեշտ է։ Արեք վերադարձեք հայրենիք, որ կարողանանք մենք ինքներս մեր ումանուկը ճիշտ պահպանենք։ Թող Աստված առաջնորդի, որ մենք իմաստուն գիտունած լինենք ու հաղթանակած ազգ լինենք։ Աստված օրհնի մեր հայ ժողովուրդը։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Ռուզան Խաչատրյանն եմ, Արևմտյան Հայաստանի Հանրապետության հայերի պաշտպանության հասարակության հետ կապերի վարչության պետ։ Այսօր բոլորս քաջ գիտենք, որ մայիսի 28-ն է 2022 թվականի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձի առթիվ ես խոսք ունեմ ասելու։ Հարգելի հայրենակիցներ, ներկա գտնվող ֆիդայիներ, զինվորներ, իմ հայ ժողովուրդ, բոլորս քաջ գիտենք 1979, 2016 եւ 2020 թվականների պատերազմի մասին, թե ինչպես են պայքարել մեր հերոս քաջ ֆիդայիները, ինչպես նաեւ մեր բանակի երիտասարդ զինվորները, բայց ավաղ նրանցի ոմանք անմահացավ եւ մեր սրտերում հիշվում են կամ եւ կլինեն հավերժ։ Այսօր այս հուշակոթողը, որի բացմանը ներկա են ֆիդայիներ 2000 թվականի, 2020, 59 եւ 44 օրյա պատերազմում կռված զինվորներ եւ թե հայ ժողովուրդ։ Եկեք բոլորս միասին եւս մեկ անգամ գլուխ խոնարհենք մեր անմահացած զինվորներին եւ վրեժի կոչ անենք։ Մենք պետք է համախմբենք եւ մեր վրեժը լուծենք անարդշտամուտ եւ թափված այրունը եւ մեր հողերը հետ բերենք։ Ախր ինչպես ես ներեմ թուրք խառնածին ասկերներին, իմ շատ սիրելի զինվորներ, ինչպես կարող եմ ներել ու մոռանալ Դադիբանկը, Սուրբ Ղաժատեցուն, Տիգրանակերտը, Շուշին, Հադրուտը եւ շատ ու շատ եկեղեցիներ։ Ախր ես ինչպես մոռանամ, եթե մենք մոռանանք, անգամ եռաբլուրը չի ներելու։ Փառք ընկած իմ հերոս զինվորներին, հարգելի իմ մարտնջած ֆիդայիներ, իմ հերոս զինվորներ, իմ հայ ժողովուրդ։ Արցախում ամրոտել են խաչքարերը, բայց ապրել են դարեդար եւ դարձյալ կապրեն։ Այսօր եկեղեցում ծնկի եկանք, մոմեր վառեցին եւ աղոթքս հասնի գերեվարված մեր Արցախի եկեղեցիներին, մեր սրբազան հայոց տաճարներին։ Աղոթքս լուր հասնի նաեւ անհայտ կորած իմ զինվորներին ու արցունքս կաթի նրանց քարին ու շունչ առնի իմ արցունքից։ Այսօր դրված հուշակոթողից մոմի եւ խունկի հոտ է գալիս։ Հուշակոթողին արևն իր շողն է փրել եւ այս հուշակոթողից արևի եւ զինվորներից հոտն է գալիս։ Կռիներուն նրանք ընկան ամեն մեկը մի տանջրակ, ամեն մեկը մի մոր որդի եւ մի աղջկա երազանք։
ախր Եռաբլուրում քաղաք է կառուցվել, որտեղ ամեն գիշեր զինվորներս հոգին է շրջում։ Ախր ինչպես կարող ենք ներել մենք Թշնամուն, որ բայրակտարներից 3 գլխանի թուրք հրեշեր ռումբեր նետեց, որտեղ աղմուկ աղաղակ պատեց եւ Արցախի երկինքը զինվորներից ուսերին փրվեց։ Ջերմակ ամպերը սև շորեր հական եւ այսօր կրկին Սամանում զինվորների շպիտները մարեցին, վիրակապում են վերքերը ցավոտ, դեմքերը գունատ, երկերը թախոտ։ Այս մի բուրը հողեր դարել շարունակին մեջ է պահել արցուկ ու կրակ, վարվել է սիրտը բայրակ հողմերից, բայց չի կոտորվել զինվորս հայոց։ Այսօր խոնարհվում ենք հերոս զինվորների սուշակոտողին եւ նաեւ շիրիմներին, որոնցից քարարծիվների հոտ է գալիս։ Սա մեր երկիրն է, սիրելի ժողովուրդ, անառիկ, որտեղ քարին անգամ ծաղիկ է բուսնում։ Մեր նվիրյալ զինվորները երբեք չեն մեռնում, հողի մեջ նրանք կյանք են առնում։ Նվիրյալները կրկնվում են ամեն ծնողի ամեն ծնվող մանկանչիչի մեջ եւ հարատեվում են կյանքի կանաչի մեջ։ Նրանք ապրում են դեր աշխարհ կա, ով պետք է պատասխան տա այս մեղքի համար, որտեղ մեր մանուկ զինվոր են դարձել, անմնացորդ Արցախին նվիրվել եւ հիմա հայ մայրերը սևազգեստ են դարձել։ Ախր լսեցեք իմ սիրելի զինվորներ, իմ հայ ժողովուրդ, հայոց մայրերը կյանք են պարգևել, բայց այսօր ինչպես կարող է հոգից դիմանալ այս ծանր ցավին, երբ կրակն է մարել սուրբ օջախների, սակայն նորից երկինք են հառնելու սաստամշո երկերով զորոտ։ Եվ այսօր արտասել են նաև արևմտյան Հայաստանի հայերը, որոնք անգամ տեսնելուց ինձ ասում են, մզի մի թողն է անտեր լաո, 100 տարի ապրելով վախի մեջ, այսօր արտասել են արևմտյան Հայաստանի ողջ հայությունը։ Եվ վերջում կրկին խոնարհվում են նոր դրված հուշակոտողին եւ մեր սիրելի հերոս զինվորների շիրիմներին։ Փառք նրանց, որոնք ընկան հանուն մեր հայրենիքի, հանուն այսօրվա, հանուն հայ ազգի, ուստի խոնարհվում եմ տխրասիրտ։ Եվ վերջին խոսքով ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Արևմտյան Հայաստանի, Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր պարոն Անդրեսյանին եւ պաշտպանության ուժերի ողջ ազնագազմին եւ իմ նաեւ քանդակագործ վարպետ Բարազատ Համբարձումյանուն, ով նվիրեց այս հուշակոտողը մեր զոհերի հիշատակին։ Շնորհակալություն հարգելի ընկերներ։ Խոսքը հիմա տալիս եմ պարոն Անդրեսյանին։ Հարգելի հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, Աստված մեռելների Աստված չի ժողովուրդ, Աստված ողջերի Աստված, միշտ իմացել։ Մեր հերոսները երբեք չեն մահացել, այլ հավերժ ապրում են Աստծո փառավոր գրքում։ Երկնքից նրանք նայում են մեզ, արդյոք մենք ոնց ենք իրանց հանդեպ վարվում, արդյոք մեր հայրենիքը կլքեն կգնան, թե կմնանք իրենց անունը վարպայելու համար։ Հարգելի ժողովուրդը, ես հասկանում եմ իմ հայ ժողովրդին, Հայաստանից հեռացողներից շատ եմ նեղանում, թվում են թողում իրանց երկիրը, հայ վերադարձողներից շատ եմ շնորհակալ։ Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի անունից շնորհակալ եմ ես իմ հայ զինվորներից, հայ սպաներից, հայ ժողովրդից, որ այսօր կայուն մնացել են Հայաստանում, Արևմտյան Հայաստանում, աշխարհով մեկ հայաբնակ բոլոր տարածքներում ու չեն վախենում, ու չեն խուսափում, ոչ թուրքից ենք վախենում, ոչ այն ինչ-որ ազգերից, որ մեզ ահաբեկում են։ Արեք մի փոքր մի բան ասեմ։ Ամեն տարի թուրքը մեզի ցեղասպանություն է ցույց տալի, հերոսատեսությամբ, վախացնում է մեզ, ասում է, տեսեք ինչեր եմ արել ձեր գլխին։ Արեք մենք չտարվենք այդ սարսափին, անտեսենք, այլ հասկանանք, որ մենք ոնց ենք ապրել, ոնց ենք հաղթել, թուրքը ոնց է եղել մեր ստրուկը, դա պետք է ցույց տանք նրանց։ Ոչ թե վախի մեջ ապրելով մենք իմանում ենք, թե ցեղասպանություն են արել, իրանք իրանց են սպանել, մեզ չեն սպանել։ Այսօր իրանք են վախի մեջ ապրում,
այդ անունը լսելով։ Այսօր շատ չերկարացնեմ, ուզում եմ այստեղ հրավիրեմ զոհվածների, հերոսների, հարազատներից 3 հոգի, ծնողներից 2-ը եւ զոհվածի տիկնոջ։ Խնդրում եմ մոտիկանալ հուշարձան կոթողին, այս բացումը ձեզ է տրված, որ դուք երեքով կարողանաք այս մեր առաքինությունը կատարել։ Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության, Արևմտյան միավորման պաշտպանության ուժերի հրամանատարի 2022 թվականի մայիսի 28-ի խրախուսման վերաբերյալ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձի արդիվ 2020 թվականի սեպտեմբերի 27, նոյեմբերի 10-ին ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի մարտական գործունեության Արցախի հանրապետության սահմանների ինքնապաշտպանության եւ հայրենիքին ազդուրած նվիրվածության ծառայելու համար հրամայում եմ պարգևատրել հետմահու զորավոր Անդրանիկ մեդալով, զորավար Անդրանիկ համար 26 մեդալով լեյտենանտ Սերգեյ Էդուարդի Հարությունյանին։ Խնդրում եմ մոտիկանալ պարոն Անդրեսյանը հանձնի։ Հաջորդը Հովանես Ալեքսանդրի Կորկոտյանին։ Պարգևատրվել է հետմահու զորավար Բաբկեն Էդուարդի Գրիգորյանին։ Հրաման համար 91 Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության, Արևելյան միավորման պաշտպանության ուժերի հրամանատարին 2022 թվականի մայիսի 28-ի խրախուսմամբ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձի արդիվ Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի նախաձեռնության աջակցությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 18 ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի մարտական գործողություններին մասնակցությամբ Արցախի հանրապետության սահմանների ինքնապաշտպանության եւ հայրենիքի անզորած նվիրվածության ծառայելու համար իրենց կյանքը զոհաբերած հայ որդիների 89 թվականից մինչև օրս նորօրյա զոհերի հիշատակին քանդակագործ վարպետը իր կողմից հուշակոտող նվիրաբերելու համար հրամայում եմ պարգևատրել զորավար Անդրանիկ Մարշալ Բաղրամյան երկկողմանի մեդալով, զորավար Անդրանիկ Մարշալ Բաղրամյան համար 17 երկկողմանի մեդալով, քանդակագործ վարպետ Բարազդատ Մետրոպի Համբարձումյանին։ Խնդրեմ պարոն Բարազդատ։ Հայ հերոսների ժողովուրդը, նա էլ ծափարում է հերոսների։ Շնորհավորում ենք։ Ժողովրդի
ջան, շատ հուզված եմ, խոսալ չեմ կարող, աշխատեմ երկով ամփոփել ամենից։ Ախա ներգրի հողին մեռնեմ, պիտի գնանք վաղթե ուշ, հրով լինի, զրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ, Արարատի գալխի երագույն ծածանենք վաղթե ուշ, հրով լինի, զրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ, Արարատի գալխին դրոշ պիտի դնենք վաղթե ուշ, հրով լինի, զրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ, կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը կուրացավ, պահուգրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացանք, հույսը դրինք արդարության սրիդերը կուրացանք, հրով լինի, զրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ, հույսը դրինք արդարության սրիդերը կուրացանք, հրով լինի, զրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ, այս զավակ ենք, հավատում ենք, մեր երգիրը կտեսնենք, Յաթաղանի լեզուն կտրող հայոց ձեռքը կտեսնենք, մենք չտեսնենք մեր որդիքը, թորից թորը կտեսնեն, հրով լինի, զրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ, մենք չտեսնենք մեր որդիքը, թորից թորը կտեսնեն, հրով լինի, զրով լինի, պիտի գնանք վաղթե ուշ։ Մեր ցայի խոսքն է, մեր միասնությունն է, մեր փրկությունը եւ անցած տարի 18 թվականին Սարդարապատում, Բաշապարանում կռվում էին գեներալ ու շինական նախարար յուղացի եւ մենք հասանք հաղթանակի։ Ես իմ ժողովրդի անունից խնդրում եմ այսօր ժողովրդին առաջնորդողներին, իշխանավորներին, սփյուռքի մեր եղբայրներին, հիշեք այս խոսքը, մեր հաղթանակը, մեր միասնության մեջ է, եկեք միանանք, մի մարդ դառնանք, մի ազգ, մի նպատակ, մի ձգտում, եւ այո, դրոշը ծածանենք մեր սուտ լեռան վրա, հարկ մեր բոլոր տղաներին, 90-ականներից մինչև երեք, բոլորին հարկ։ Ժողովուրդ ջան, այս դրոշը Արևմտյան Հայաստան պետության դրոշն է, ասեմ, որ դուք ճանաչեք, օտար դրոշ մենք չենք կրում մեր ուսերին, մեր սրտի մեջ, այս սա Արևմտյան Հայաստան պետության դրոշն է ես։ Արևմտյան Հայաստանը պետություն է, նախագահ ունի, վարչապետ ունի, խորհրդարան ունի, Ահա մեկ պատգամավոր 48 պետությունների մեջ։ Մենք էլ Արևմտյան Հայաստան պետության պաշտպանության ուժերն ենք։ Խոսքը երկու ձև ալինել։ Մեկը դուրս ակրանից մտքի, տուղերից, մյուսը սրտից և հոգուց։
Այսօր մեր ժողովուրդը շատ կարիք ունի հոգու և սրտի խոսքի։ Տա Աստված կարողանամ մտքերս հոգուս հետ շաղախեմ և ասել ինչ եմ ուզում ասել։ Ինձ համար Հայաստանում հողի պատերազմ չի։ Ինձ համար Հայաստանում սկսել է նամուս թասիբի պատերազմը։ Մենք 30 տարի է նամուս թասիբ բառը չենք օգտագործում։ Դրա կարիքը մենք շատ ունենք, որովհետև չեմ ուզում ապրել շատ մեծ տարածքում, բայց ասենք նայես այդ տարածքին նամուս թասիբ չունեցող մարդիկ են ապրում։ Հետո ինչի է նման էլի, զոհերից հետո ապրենք գրենց ոնց որ ապրում են։ Մի քիչ պիտի փոխվենք, թե չէ։ Որովհետև եթե չպիտի լինի փոփոխություն, ինչ է, գնացել ենք մի կտոր հողի համար, հողից թանկ դա մարդու խիղճն է, մարդու ներքն աշխարհն է, մարդու հոգին է, մարդու նամուսն է, թասիբն է։ Ինձ թվում է մեր երկնային տղաների հոգու սրտից էլ այդ նամուս թասիբ բառը։ Ոչ թե նամուս թասիբն է մեռել, այլ մենք ենք սպանել մեր մեջ։ Տեղ տանք, մեր հոգում տեղ տանք, թող նամուս թասիբը գա մեր հոգու մեջ բնակվի։ Ու շատ հարցեր կլուծվի, շատ հարցեր։ Որտեղ այսօր նայում ես աշխարհին, չարի և բարու կռիվ է ինձ համար։ Սա հողի պատերազմ չեմ տեսնում ես։ Ես տեսնում եմ ճշմարտության և ստի և արդարության մի խոսքով։ Տա Աստված։ Կանգնեցնենք Հայաստանում մի հատ մեծ հուշակոթող, որի անունը լինի վարքագիծ, նամուս թասիբ, այդ քարը ոչ ոք չտեսնեն, այդ քարը թող չերևա, այդ հուշակոթողը թող չերևա, դա լինի հոգեփոխության, մի քիչ հոգեփոխվենք, էլի, մի քիչ հարգանքով լծվենք իրար հանդեպ, սուտը չընդունենք, այդպես ժողովուրդ ջան, ապրենք գնես չամանչենք այդ տղաներից, որ վաղը գնանք կարող է դուրս գան մեր առաջ, մենք ամոթու գետին մտնենք, մի քիչ շիտակարգ ենք, ճիշտը սիրենք, սուտը չընդունենք, ասենք գետինը սատանա, այսքան է ժողովուրդ ջան։ Շնորհակալություն բոլորից, դեզանից, որ խոստումը ժամանակին կատարեցի տղաներին, բոլոր պատերազմների զոհված, մեր տղաների հետ միասին։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն։ Ցանկանում կազմակերպության հետագա աշխատանք։ Այսօր Արևմտյան Հայաստանի ողջ հայությունն է մեր մեջքին կանգնած։ Բոլորը հայացել են, կնունք ենք անում, ծնունդ ենք անում։ Եթե ցանկություն ունեք, խնդրեմ, համեցեք, մենք միշտ գնում ենք Արևմտյան Հայաստան, ծպտյալ հայերի հետ ենք շփվում, համեցեք։ Այնպես որ այսօր աշխարհի հայերը համախմբված են մեր հետ։ Մի զլացեք։ Համախմբվածությունը կփրկի մեր երկիրը։ Շնորհակալ ենք այսօրվա համար։ Պարոն Անդրեսյան, շատ շնորհակալ ենք ձեզանից, ձեր թիմից, բոլոր ֆիդայիններից, հարգելի ընկերներ ձեզանից եւ միշտ գիտեմ, որ շարունակում եք եւ շարունակելու եք նման աշխատանքները։ Շնորհակալություն պարոն Անդրեսյան, ձեր լավ աշխատանքի համար։
Աշտներ քայրեց մահով այրան փենգներ հնարավոր է մոռանալ ամենը միթե երբ մայր հողը ազգին տվեց ֆիդային մոնթե հնարավոր է մոռանալ ամենը միթե երբ մայր հողը ազգին տվեց ֆիդային մոնթե Ամեն զինվոր լեգենդ է քայլով ովքեր չկան ասվել են քայլով նայում են վերից դուր մայր հողին անիծում են հողը տղողին Ազատություն երազեցին հայոց քաջերը որդիների սատար եղան հայոց մայրերը մարտնչեցին այրուցները միջև լուսաբաց գնդացիրները ուսերին և ոտքերը թաց մարտնչեցին այրուցները միջև լուսաբաց գնդացիրները ուսերին և ոտքերը թաց ամեն զինվոր լեգենդ է քայլով ովքեր չկան ասվել են քայլով նայում են վերից դուր մայր հողին անիծում են հողը տղողին ամեն զինվոր լեգենդ է քայլով ովքեր չկան ասվել են քայլով նայում են վերից դուր մայր հողին անիծում են հողը տղողին Բարբարոսներ ավիրեցին հայրենի տունը Կորցրեցինք մեր երազը ու հանգիստ քունը Երազ դարձա մեր բինգյոլը ու արարատը Սակայն հային ամուր պահեց իրեն հավատը Երազ դարձա մեր բինգյոլը ու արարատը Սակայն հային ամուր պահեց իրեն հավատը Ամեն զինվոր լեգենդ է քայլով Ովքեր չկան ասվել են քայլով Նայում են վերից դուր մայր հողին Անիծում են հողը տղողին Ամեն զինվոր լեգենդ է քայլով Ովքեր չկան ասվել են քայլով Նայում են վերից դուր մայր հողին Անիծում են հողը տղողին Մի օրը հաստատ պիտի հասնենք մեր ղարսուս ասուն Դեր զորյան ապատից է հայը ձեզ ասում Յաթաղանից մրկված հայը աշխարում դեր կա Նա հզոր է անկոտրում է երագույն վկա Յաթաղանից մրկված հայը աշխարում դեր կա Նա հզոր է անկոտրում է երագույն վկա Ամեն զինվոր լեգենդ է քայլով Ովքեր չկան ասվել են քայլով Նայում են վերից դուր մայր հողին Անիծում են հողը տղողին Ամեն զինվոր լեգենդ է քայլով Ովքեր չկան ասվել են քայլով Նայում են